Կառավարության այսօրվա նիստում, ինչպես միշտ, նախ ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթը, ապա գործադիրի անդամները անցում կատարեցին զեկուցվող հարցերին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն առաջարկեց վերաբաշխում կատարել 2026 թվականի բյուջեում և նախարարությանը հատկացնել 321 միլիոն դրամ, թույլատրել պայմանագիր կնքել քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ԻՍԱՕ-ի հետ, ապա նախարարը ներկայացրեց այն հիմնական նպատակները, որի համար նախատեսում է իրականացնել ներդրումներ և փոփոխություններ։ Հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ինքնաբավություն կստեղծի, ինչպես նաև կստեղծվեն նոր կարգավորումներ, իրավական կարգավորումներ, որը մեզ հնարավորություն կտա կոմիտեի կազմում նաև ոչ Հայաստանի քաղաքացի գործընկերների ներգրավել։ Արձագանքելով նախարար Դավիթ Խուդաթյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավիացիայում նշանակալից փոփոխություններ իրականացնելու խնդիրը վաղուց հասունացած է և այս ոլորտում բացի խնդիրներից կա նաև անհրաժեշտ գիտելիքի պակաս։ Փաշինյանի պնդմամբ այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել նաև արտառոց գործողություններ, այդ թվում օտարերկրյա մասնագետների հրավիրել, իրավակարգային այլ փոփոխություններ ձեռնարկել, որը ավիացիային հնարավորություն կընձեռի ներկայում ավելի ճկուն գործել։ Միջազգային շուկայում մրցունակ աշխատանք եւ վարձատրություն ապահովել եւ պետք է հնարավորություն ունենանք աշխարհի նաեւ բարձր մակարդակի մասնագետների հրավիրելու, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության համար եւ մենք ունենք բազմաթիվ ընդհանցակարգային խոչընդոտներ, որ թույլ չեն տվել այս ընթացքում դա անել։ Գործադիրի ղեկավարի խոսքով 2017 թվականի համեմատությամբ դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580%-ով աճել են, ինչը նշանակում է, որ դեպի Եվրոպա եւ ոչ միայն պետք է զարգացնենք ավիափոխադրումները, ասաց Փաշինյանը, ապա հավելեց, այդ ամենին հասնելու համար պետք է կատարել արմատական փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել կրթության որակը բարձրացնելով։ Կրթությունը մեզ համար ռազմավարությունն է, որովհետև կրթությունը սկսում է այնից, որ դու հասկանում ես, որ ինքնախոստովանում ես կամ ինչի ինքնա հրապարակային նաև ոչ մի բարդություն չունես խոստովանելու, որ դու ինչ որ բան չգիտես։ Կարող ես ասել ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, ոնց որ Սոկրատեսն ասեց սրանից քանի դար առաջ։ Անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցը զեկուցեց արդեն ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ըստ նախարարի փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է։ Նախարարը նշեց, նախագծերով առաջարկվում է 16 տարին լրացած անձի դեպքում նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր եւ այդ պարագայում անձը կարող է ունենալ նաեւ կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում են կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը որպես այդպիսին։ Պիտի փաստեմ, որ որպես նաև նախորդ հարցի շարունակականություն, ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին եւ կարեւոր եմ համարում այն, որ այս փաստաթղթերն ըստ էության մեզ թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ Հայաստանի Հանրապետությունում եւ խրախուսել ծառայություններից օգտվել հենց թվային հարթակների միջոցով։ Հարցի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կենսաչափական նոր համակարգի ստեղծման համար կառավարությունն ու պատկան այլ մարմիններ վերջին 1 տարվա ընթացքում ինտենսիվ աշխատանքներ են տարել, իսկ համակարգի ներդրումը կարևոր գործընթաց է Հայաստանի համար։ Ուզում եմ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրի պատկերները ըստ էության ցույց տան մեր ծագումնաբանությունը, մեր բազմադարյա պատմությունը եւ առանցքում ունենան մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ կարծում եմ սա ինչ որ առումով պետության այցեքարտն է եւ մենք աշխատել ենք այս տրամաբանությամբ։ Կառավարության օրակարգի հաջորդ հարցը վերաբերում է անաստամբուծության ոլորտում ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձարարական ծրագրի ժամկետի երկարաձգմանը, որին նույնպես կառավարությունը հավանություն տվեց։